Արա։ Հա, պապի։ Ինչ է։ Բանը չի եղել։ Ո՞նց ես խոսում։ Կռիվ եմ արել։ Մալադուց քեզ։ Խոսքեր չունեմ։ Լայք։ Տղա եմ հիմա, ամեն ինչ է կարող լիներ։ Դու ջահել չես եղել դու։ Եղել եմ տղա ջան, ոչ չեմ եղել։ Բայց ամեն քայլս հաշվարկել եմ։ Բարադի բաներ չեմ արել։ Արի նստի տեսնեմ ինչ է եղել։ Սեմի հետ եմ կռվել։ Հա։ Ես տենցել հասկացել էի։ Փաստորեն էդ աստիճան պարապես մնացել։ Չէի կարա ես իրան իր տեղը ցույց չտայի։ Լսի տղա ջան, քեզ հավաքի։ Պարապես մնացել։ Հերդ քեզ ուղարկել է, որ ինձ օգնես։ Հազարը մի հարց լուծենք։ Դու ընկել ես դրանց հետևից։ Մերին դուրս գալիս է դու։ Տղա ջան, ինչ մեր ես եղանակին։ Դրանցից վազնարի։ Չես տենում աղբերը պակասավոր է։ Դու դրանց գենից հեռու մնա, լսեցիր։ Մերի, չեչեմի, հետեր պակաս, Բագրատնուր, Պողոսնուր էդ մենթը։ Պողոսնովը։ Քո գործը չի։ Լսի հիմա քեզ ինչ եմ ասում։ Այսօրվանից սկսած, դու քեզ հավաքում ես, այդ մերի մուրիներին մոռանում ես, անցնում ես նորմալ կյանքի, լսեցիր։ Լռությունդ համարենք համաձայնության նշան։ Ու այս առիթով մենք էլ չխոսենք։ Լսեցիր դու։ Հերի։ Մամ, ես տեսա հաստատ։ Ինչ է եղում ես տեսել։ Հերի, ստեղ էր ինք եկել էր։ Հալիս, ոչ ոք չկա։ Արի գնանք տուն, արի։ Մամ, հերի, ստեղ էր, որ գնաց, ես ուզում եմ իրան տեսնեմ։ Բալես բացի ինձանից ու քեզանից ստեղ ոչ ոք չկա։ Մամ, չես հավատում, որ ես իրան տեսել եմ։ Հավատում եմ։ Արի հիմա գնանք տուն, հա, խնդրում եմ, Բալես, արի գնանք տուն, ամեն ինչ լավ կլինի։ Արի։ Չէ անգել, ի վիճակի չեմ, այս բեռը շատ ծանր է, ես չեմ կարա քեզ ճշմարտությունն ասեմ, դու դրան չես դիմանում, ավելի լավ է մոտածես սրիկա եմ, վատն եմ, անտարբեր եմ, ավելի լավ է հիասթափվես ինձնից, նույնիսկ հատես ինձ, քան իմանաս, որ եղբորդ ես սիրում, ինչ դաժան պատիժ էր Աստվածին։ Ավակսած չի լինի, երեխան ձեռքներից ես գնում է։ Մենք թուլանալու իրավունք չունենք, մենք պիտի ուժեղ լինենք, որ կարողանանք իրեն էլ օգնել։ Ավակ չտեսար ինչ էր խոսում, աչքին մարդիկ են երևում, անվերջ կրկնում է, Հենրիին եմ տեսել։ Կարող է իսկապես եկել է։ Ինչ ես խոսում, ամիջապես դուրս եկա, մարդ չկար բակում։ Հետո էլ ծլկել է։ Ես հասկանում եմ, քեզ համար շատ դժվար է այս ամեն ինչը ընդունել, բայց պետք է համակերպվես, սա է իրականությունը։ Եթե ուզում ենք օգնել մեր աղջկան, անմիջապես պետք է նայենք իրականության աչքերին։ Ես ինչ զզվելի իրավիճակում հայտնվեցինք։ Աչքներիս առաջ երեխան տառապում է, ոչինչ չեն կարողանում անել, ոչինչով չեն կարողանում օգնել։ Իսկ կարող է տանենք նյարդաբանի մոտ։ Չգիտեմ, բայց ինչ-որ բան պետք է մտածենք։ Սես չի կարա շարունակվի։ Պետք է մեր երեխուն օգնենք։
Ով կպատկերացներ, որ մեր հրեշտակը հենց անհույս կսիրահարվեր։ Ինձ միշտ թվացել է, որ մեր անգելինան շատ ուժեղ է։ Զգացմունքներին չի տրվի։ Բայց արի ու տես, ինչ կատարվեց։ Մի սիրո պատճառով սենց վիճակում է հայտնվել։ Սերը տենց է, որ մեկ կպչում է, պոկել, անջատել դժվար է։ Ինչ անենք, մի բան պետք է մտածենք։ Ավակ կարող է զանգեն գորին։ Դե հայտնի սրտաբանա կարող է ծանոթներ ունի, մի ինչ-որ նյարդաբանի խորհուրդ տա, տանենք Անգելինային։ Կարելի է, վատ գաղափար չի։ Լավ որ գնացած կլն այդ լակոտը։ Գոնե մեկին զանգեր։ Ինտրիգներ եմ անգալիս, էլի, փորձում է կյանքը հետաքրքիր դարձնի։ Լավ էլի, Միքայել, վերջացրու։ Չհետաքրքիր է, էլի, սս թռնելով ուր է հասնելու։ Պապա, ոնց մեզն էց էլ իրան ժամանակ է պետք։ Հեշտ չի էս ճշմարտությունը կուլ տալ։ Էն էլ Հենրիին։ Աղջիկ ջան, քեզ ինչ եղավ։ Դուք այն օրը երևի իմ ասածը լուրջ չընդունեցիք, բայց իմ որոշումը շատ հստակ է։ Ես ես տանել անելիք չունեմ։ Ալես դու արդեն հասուն մարդ ես ու ինձ կհասկանաս։ Ինչ էլ որոշես իմացի, որ ես քո որոշումը կընդունեմ։ Նիկոլ, զբաղվի դարձով։ Շորերդ լրիվ հավաքել ես, թե բան կա, որ մոռացել ես։ Չէ։ Ոչ մի բան չեմ մոռացել։ Եթե դու գնում ես, ես այստեղ անելիք չունեմ։ Ես էլ քեզ հետ եմ գալիս բոլես։ Գնացեք, բանում եք սպասում, գնացեք, բոլորդ եք գնացեք, ինչքան շուտ գնաք, այդքան լավ։ Դուրը ցույց տամ, մոռացել ես դրան տեղը։ Ես էլ չեմ ուզում մորս մենակ թողնեմ։ Եթե տեղիցդ շարժվես, կարաս ինձ հավետ ջնջես քո կյանքից։ Օրվա ավելի լավաբար չէլ կարա պատկերացնեի։ Մենակ տանդ մեջ նստած, վայելելու ես ես համով պաղպաղակը։ Բավոնց, պիտի հարամ անեն, չէ, կարաս մենակ վայելելու ես ես հալալ պաղպաղակը։ Արա, դու գիշեր վայրես չես։ Ախպերես, ես դու չես թռե։ Պետք է սիրտդ հովանա։ Չեմ ուզում հալալ, հղի չեմ։ Լավ էլի ախպերես։ Հիմա որ ես ուտում եմ հղի եմ, ես պաղպաղակը ախպորը չի տա։ Ինչ իմանամ հղի ես թե չէ։ Այդ փաստորեն չես գնացի, հա։ Փաստորեն։ Ես էլ անհանգիստ սպասում էի հասնես տեղ զանգես, տենամ ոնց եղար, ինչ եղար, ուր ես տեղավորվե։ Բա ոնց եղավ որ միտքդ փոխեցիր։ Չկարեցա հալալ։
Ուր։ Ապետ զրոնք ինձ հետևում են։ Ձիով, ձիավորով նստել են պոչիս։ Չնեղանաց, բայց հոտով գտնում են, հələ մի հատ էս պահի։ Այստեղ են գժվավ։ Երևի մենակ մնալուց է։ Հիմա ինչ չես ուտում։ Արա դե ասեցի չէ էլի։ Մարդ ոնց կարես պաղպաղակը չուտի։ Շատ համով է։ Արի Գորջան, արի, նստի։ Կներես, որ այս ժամին քեզ անհանգստացրինք, բայց այլ տարբերակ չունենք։ Ձեզավակ ներողության կարիք չկա։ Ես միշտ էլ քեզ ասել եմ, երբ պետք է զանգի, երբ զգում ես, որ դրա կարիքը կա։ Որև տիկին Վիկտորիա։ Բարև Գորջան, շնորհակալ ենք, որ եկար։ Չէի կարող չգալ։ Ինչ է պատահել։ Գորջանը Անգելինայի աչքին ինչ-որ մարդիկ են երևում, երեխան շատ վատ վիճակի մեջ է, ինչ-որ բան է կատարվում։ Այնտեղից վերջնականապես բաժանել է, իրոք շատ վատ վիճակում է։ Չգիտենք ինչով օգնենք, ինչի սկսենք։ Որոշեցինք, որ քեզ դիմելը ամենահարմար տարբերակն է։ Շատ ճիշտ եք որոշել։ Իսկ հիմա սկզբի համար կասեմ, որ մի անհանգստացեք, ամեն ինչ լավ է լինելու։ Վիկջան, Գորին թե հյուրասիր է։ Չէ, ձյաձյավակ, թե կսպասի, իսկ հիմա եթե դեմ չեք, բարձրանանք Անգելինայի մոտ։ Հա, իհարկե, հասանք։ Բալես, կարող ենք ներս գալ։ Մտեք։ Ես արդեն միջնորդներ եք ման գալիս, թե մտածում եք այնքան վատ եմ, որ բժշկի կարիք ունեմ։ Անգելինա, Գորը մեր ընտանիքի ընկերն է, եկել էր ուղղակի մեզ տեսակցության, քեզնից հարցրեց, ասացինք, որ մի քիչ լավ վիճակում չես, ուզեց քեզ տեսնի մի քիչ զրուցի հետդ։ Իսկ դուք Գորին չասեցիք, որ ես հյուրեր ընդունելու ցանկություն չունեմ։ Կուզես իջնենք ներքև, թե խմենք մի քիչ զրուցենք, երկար ժամանակ իրար չենք տեսել։ Ոչ։ Հարսենյակում փակված ես տենց հարց չեն լուծում, Անգելինա։ Գորջան, եթե կարելի է, ես ինքս որոշեմ, հա իմ հարցերը ոնց լուծեմ, սենյակում թե դրսում չափչփելով։ Կարամ հասկանամ ինչի եք եկել կանգնել սենյակիս մեջտեղում։ Անգելինա։ Ինչ պապ։ Եկել ենք թեյ խմելու։ Այս ձեր համար սրճարան չի։ Դուրս եկեք սենյակից, ես գնացեք ներքևում, ինչ ուզում եք, խմեք ու ինչքան ուզում եք։ Անգելինա, խնդրում եմ, հանգստացի, բալես։ Բայց դուք ինձ թողում եք, որ ես հանգստանամ։ Թե մտածում եք խելքս գցել եմ։ Ինչ եք ուզում ինձնից։ Միայնակ կյանքս վայելում եմ, այդ չեք ուզում, տենց էլ կա, մենակ եմ հիմա, գնացեք, թողեք հանգիստ ապրեմ ու նկատի ունեցեք, որ մոտակա ժամանակներում չեմ ուզում հյուրեր ընդունեմ։ Ախր դեն չի կարելի, աղջիկս։ Գորը եկել է քո որպեսությունը իմանա, իսկ դու քեզ ոնց ես պահում։ Սիրուն չի, չէ՞։ Իսկ սիրուն է, որ առանց հարցնելու եկել եք իմ ննջասենյակ։ Այդ սիրուն է, պապ, թե եկել եք տեսնեք լացում եմ, թե ուրախ եմ, Հենրիին մոռացել եմ, թե չէ։ Հա, երևի ուզում եք տեսնեք խելագարվել եմ, թե հələ adekvat եմ։ Դուք ինձ էլ ոչ մի բանով չեք կարող օգնել։ Օգնելու ժամանակ չօգնեցիք, հիմա էլ մի եկեք իմ մոտ, մի ինձ անհանգստացրեք, մի մտեք իմ սենյակ, կլինի։
Անգելինա, խնդրում եմ, հանգստացել է։ Չէ, ման ոչ մի բան մի խնդրի։ Ժամանակին ես էի ձեզնից խնդրում, որ թողեք երջանիկ լինեմ, բայց դուք ինձ օգնելու փոխարեն հակառակը խանգարեցիք։ Ախր այդ թեմայով արդեն խոսել ենք, դու պատճառները գիտես։ Պատճառները գիտեմ։ Չէ, պապ, սխալվում ես, ես ոչ մի պատճառ չգիտեմ, տենց էլ չիմացա։ Դուք եսասեր եք։ Եսասերի մեկն եք, չեք ուզում, որ ես երջանիկ լինեմ։ Ձեր ցանկություններն իրականացնելու համար ձեր պատճառները հորինեցիք ու հրամցրիք ինձ, բայց ես տենց էլ չիմացա ինչի համար եմ ես բաժանվել Հենրիից։ Գոնե մի անգամ ձեզ հարց տվել եք, ինչի բաժանեցինք, ինչի չթողեցինք երջանիկ լինի այս մարդը։ Հարց տվել եք ձեզ։ Հիմա եկել եք կանգնել եք սենց ապշահար դեմքերով հոգատար դիմացս, ինչ եք ուզում ինձնից, գնացեք թողեք ես երջանիկ լինեմ, երջանիկ նստած եմ ստեղ, ձեր պատկերացրած երջանկության մեջ։ Ես չունեմ էլ օգնության կարիք։ Գնացեք։ Թե մտածում եք խելագարվել եմ, երևի ես ձեր հայացքները էդ են նշանակում։ Եթե անգամ մտածում եք, որ խելագարվել եմ, թողեք գոնե հանգիստ խելագարվեմ, գոնե ըտեղ ինձ մի խանգարեք։ Գորջան, ներողություն եմ խնդրում աղջկաս պահվածքի համար։ Խնդիր չկա։ Անգելինան հիմա շատ լարված է, այնպես որ կարելի է իր անել հասկանալ։ Ինքը հիմա շատ ծանր հոգեվիճակում է ու հուսամ ես ամեն ինչը արագ կանցնի։ Շատ ենթադրելի բաներ ես անում երիտասարդ, լավ չի, լավ չի։ Ոչինչ, խորհրդավոր Երևանու ոչ ժամանակ ունեմ, ոչ էլ կարիքը։ Ինչ ես տենց հերսոտած այս ժամին եկել հասել ստեղ։ Որովհետև մեր խոսակցությունը կիսատ մնաց։ Կիսատ մնաց կշարունակենք։ Այդքան մի նեղվի։ Խորոշունչ քաշի արտաշունչի, որ ուղեղդ լավ աշխատի։ Որ ամբաղ զամբաղ դուրս չտաս։ Ես այդքան ներվեր չունեմ։ Տարիք արած մարդ եմ։ Կարամ ներս մտնեմ։ Եթե քեզ շնորհքով պահես ձենդ չբարձրացնես, կարող ես մտնել։ Այ քեզ անակնկալ։ Պապի ջան, դու հանգիստ կարող ես գնալ։ Այս յուրի ես շատ էի սպասում։ Հեսա իրա բոլոր հարցերին կպատասխանեմ, մի հատ է կհյուրասիրեմ։ Չէ սենեքերին։ Ես հաց ուտել շատ եմ սիրում այս ժամերին։ Անունս նորմալ տուր։ Որ ձերոնք ֆայմ էին, անունդ սենեքերիմ կդնեին։ Քեզ ավելի շատ ասազում։ Լավ, ներս արի տղա ջան։ Խրիդ վիճակը ուր գնաց։ Բենալետն էլ փոխանակ համոզի պոչը բռնեց հետևից վազեց։ Անետին ուր է այդքան ֆայմ։ Ոնց տանեն տենց էլ գնում է։ Հորքուրը ընդամենը չուզեց մամային էլ ավելի ցավացնի։ Թևերդ մի փռի վրեն։ Ես բան չունեմ ասելու։ Ես ինձ չեմ արդարացնում։ Բայց մորդ քայլն էլ ազնիվ չէր։ Մեր ընտանիքի համար շատ դժվար պահին թողեց գնաց։ Քթերից եմ բերել, որ սպասի։ Լավ էլի Միքայել վերջացրու էլի։ Ինչ մի ձև էիր բռնե։ Դռները բաց էին, կարաս գնաս։ Շախուսների ժառանգին ակերում կրծքի տակ, հասկանում ես։
Իրան չի կարելի հուզվել, դեպրեսիայի մեջ ընկնել։ Որ հղիա պետք է նստի գլխիս։ Չէ, տղա ջան։ Ուղղակի մի քիչ զուսպ պետք է պահես քեզ։ Ամբողջ կյանքում զսպեցի, ոչ մի բանի տեղ չանցավ։ Համել այդքան մի անհանգստացեք, հա, հեսա մեր բարադին, որ տուն եկավ, հետևից վազելով գալու է։ Ինչի քո համար նորություն է, որ մորդ օրը սկսվում եւ ավարտվում է Հենրիով։ Էդ է ճշմարտությունը։ Էդ է քո մերը։ Ինչ եղավ, պապ։ Հեչ ցանկոց ցանկեց։ Այսքան բանից հետո բա չունենաս։ Ֆայնա ջան, գնա մի հատ այդ սրտի դեղը բեր։ Ես խմի, պապ, շուտ։ Երբ ես մղձավանջը անցնի։ Գորջան, իսկապես ամաչում եմ վերևը կատարվածի համար։ Հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ է։ Ես Անգելինային հո առաջի օրը չեմ ճանաչում։ Ես գիտեմ, որ ինքը շատ խելացի ու հավասարակշռված աղջիկ է։ Ուղղակի հիմա պատրաստ չի ոչ մեկի հետ խոսելու։ Անգելինաս գլխի վրա շուռ եկել։ Որտեղից եկան դրանք մեզ հանդիպեց։ Ինչ է տղան հայտնվեց։ Անգելինայի կյանքը շրջվեց, ինքն էլ հետը։ Գորջան, իսկ այդ որ աչքին մարդիկ են երևում, ոնց կբացատրես։ Դե պատճառներ շատ կան։ Օրինակ վախ, հոգնածություն, քնի պակաս, լարվածություն։ Ճիշտ է, հոգեկան խնդիրների դեպքում նույնպես կարող են նման հալուցինացիաներ լինել, բայց չեմ կարծում, որ Անգելինայի մոտ ամեն ինչ այդքան լուրջ է։ Լավ, բա հիմա ինչ խորհուրդ կտաս։ Կարող է դիմենք լավ նյարդաբանին։ Լավ նյարդաբան գտնել իմ համար խնդիր չի, բայց չեմ կարծում, որ Անգելինան այնպիսի հոգեվիճակում է, որ կուզենա անծանոթ բժշկի մոտ գնալ։ Իսկ եթե տուն հրավիրենք։ Եթե ինձ չընդունեց, չեմ կարծում, որ ինչ-որ անծանոթ բժշկի ուզենա տեսնել։ Լավ, բա ինչ անենք, այսպես չեն կարող թողնել։ Ուր թողնենք։ Եթե սենց գնաց ավելի բարդանա, դեմը չեն կարողանա առնել։ Ես անկեղծ եմ ասում։ Անգելինան նույնիսկ այս պարագայում երանելի վիճակում է, որովհետև ունի ձեր նման ծնողներ, ոչ թե մատնված է անտարբերության ու մենակության։ Ամեն դեպքում հիմա նրան պետք է ինչ-որ մեկը ում հետ կխոսի, կկիսվի, սիրտը կբացի։ Ամենամոտ ընկերուհին մերին է, բայց չեմ կարծում իր ապրումների մասին խոսա հետը։ Կա մի հոգի, ում հետ վստահ եմ Անգելինան կկիսվի ու կխոսի։ Ինձ թվում է մենք կօգնի մեզ։ Դա Աննա Բագրատովնն է։ Համբալես, լավ չես զգում։ Թույլ եմ մի քիչ։ Բա թույլ կլինես, բայց չկանես։ Քո այս վիճակում այդքան լարված ոնց կարելի է լինել։ Ես ինչ անեմ, որ ամեն ինչ իմ շուրջը պտտվում։ Մի փոքր մակերեսորեն նայ ամեն ինչի։ Հեշտ ես խոսում, Հորքուր։ Բոլորովին։ Ամեն ինչ շատ լավ հասկանում եմ։ Ամեն ինչ շատ լավ պատկերացնում եմ։ Բայց դու պիտի մտածես քո չծնված երեխու մասին։ Այդ երեխեն ինչ մեղավոր է, որ դուք աճ ու ձախ խնդիրներ ունեք։ Ճիշտ ես։ Այս հղիության հետ ես լրիվ ուրիշ երազանքներ ունեի։ Մտածում էի հազիվ իմ ու Միքայելի հարաբերությունները նորմալ հարաբերությունների են նմանվել։ Բայց սխալվեցի։ Իրա հարցում ես հերթական անգամ սխալվեցի։
Միքայելը վատ մարդ չի։ Ուղղակի երկուսդ էլ իրար չեք հասկանում։ Ինքը բացի իրանից ուրիշ ոչ մեկի մասին չի մտածում։ Ու եթե նույնիսկ մեկնումեկիս համար ինչ-որ բան անում, էլի իր սեփական վախերից դրդված է անում, հավատա ինձ։ Շատ ես ծայրահեղացնում։ Ասում եմ, ինչ կա։ Տեսնում ես, հորս մի անմտածված որոշումը ոնց իմ ամբողջ կյանքը քանդեց։ Մի հիշացրու։ Մի հիշացրու այդ ժամանակները։ Չեմ կարող, Խորքոր։ Ես չեմ կարող գալ ես տուն ու այդ տեսարանները չհիշել, անընդհատ աչքիս առաջա։ Ոնց առանց իմ կարծիքը հարցնելու մատանին դրեցին մատս ու ճանապարհեցին։ Այդ ոնց վարվեցին իմ հետ, սոսի հետ ոնց վարվեցին։ Բալես։ Անցյալի հիշողություններով կյանքդ մի բարդացրու։ Առանց էլ հիմա էլ կյանքդ մի բան չի։ Սովածես։ Չեմ ուզում։ Դու ինձ ասա ինչ պատվիր է։ Չեմ ուզում, Հորքուր, ոչ մի բան չեմ ուզում։ Արի հիմա մի բան պատվիրեմ, առավոտ լույսը կբացվի, կգնամ խանութ առավտուր կանեմ։ Եթե իհարկե երկար ենք այստեղ մնալու, ես չգիտեմ։ Երկար ենք մնալու։ Լավ։ Հիմա ասա տեսնեմ ուտելու ինչ ես ուզում։ Ես մենակ հանգստություն եմ ուզում։ Մեկ էլ որ Հենրիս կողքից լինի։ Որ Հենրին չկա, ամեն ինչ խառնվում է իրար, ես հողը ոտքերից տակ չեմ զգում։ Ասես երկրում չի։ Բայց չեմ հասկանում, ինչի երկրից գնալուց քեզ տեղյակ չի պահել։ Ուր ա գնացել։ Այդ հարցի պատասխանը մենակ մի հոգի ունի։ Ես իմ հոր վրեժը անպատասխան չեմ թողնելու։ Այդ մի բանը լավ իմացեք։ Տղա ջան, ինչ ուզում ես արա։ Ես ինչ կապ ունեմ ձեր վրեժի հետ։ Էլ միամիտ մի ձևացի։ Ես գիտեմ, որ դու ես սպանել ու շատ շուտով ես այդ կապացուցեմ։ Տղա ջան, դեղերդ չես խմել։ Դե դոզան էր շատ։ Դու հիմա պատկերացնում ես ինչ անցանքի մեջ ես ինձ մեղադրում։ Ես շատ լավ պատկերացնում եմ ինչ եմ խոսում ու քանի տարի էլ անցնի, հորս արունը չես մարսելու, այ պիցա։ Գժվել ես, Արա, եկել ես պապուստուն ուզում ես պապուս վրա ձեր բարձրացնես, մաքրվի լստեից, ոտես տակ կգցեմ։ Հələ կտեսնենք ով ում ոտերի տակ կգցի։ Բայց մեկը հորը սպանողին ես իմ ձեռքով եմ են աշխարհ ուղարկելու։ Բարի ճանապարհ, քեզ էլ հորդ սպանողին էլ։ Հենրի։ Ախր ես տեսա կանգնած էր ինքը այդտեղ։ Ինչ է այդս կատարվում, Աստված եմ, կարող ես գժվում եմ, կարող աչքերիս մարդիկ են երևում արդեն։ Չէ, չի կարա տենց բան լինի։ Ախր ես չէի կարա սխալվել ենել այդ հարցում։ Բարի ուշ երեկո Կարո ջան։ Բարը ձեզ Տիկին Աննա ջան։ Էս խելին է այս ժամին եկել եք։ Կներես, որ այսքան ուշ եմ եկել։ Չէ, կներեսի կարիք չկա, ցավը տանեմ, դուք իմ հալալ ընկերոջ մաման եք, այսինքն իմ մաման էլ եք, ցավը տանեմ, երբ ուզեք անկախ ժամից ու եղանակից կարակ գաք։ Մենակ ես։ Հա, բա ինչ Տիկին Աննա ջան, այս ուշ ժամին ում հետ պետքա լինեմ։ Վերջի ժամանակներս խելոքացել եմ, ոնց որ ասում եմ, մեծանում եմ։ Չէ, ասի։
Ահա, մեր ազգը տենց է, Տիկին Անա ջան, պապս էլ է ջահել, պապս էլ է ջահել, նենց հոպարս էլ ոչինչ։ Երիտասարդ ենք մնում։ Կարո ջան, դու Հենրիից լուր չունես։ Չէ, Տիկին Անա ջան, երևի տեղյակ կլինեք։ Վերջի ժամանակներից ես ու Հենրին մի քիչ կոնֆլիկտ ունեինք, տենց իրար չենք շփվում։ Վայ, Տիկին Անա ջան, հոձես չէի խաբելու, իմանայի հաստատ կասեի։ Իսկ կներեք, ձյաձ մի քոն էլա ձեր հետ։ Չէ։ Ես շախունցների հետ կապ չունեմ։ Կարո ջան, ես քեզ խնդրում եմ, եթե Հենրիից լուր ունես, ասա ինձ։ Ես գիտեի, որ դու ոչ մի տեղ չես գնացել տղես։ Ես ինչ արեցիր դու իմ հետ։ Ես ինչ արեցի։ Ավելի ճիշտ կլիներ ասել, դուք իմ հետ ինչ արեցիք։ Մենք ես ինչ արեցինք քո հետ։ Կներես ինձ։ Պետք չի, մամ։ Բան չէ։ Ինչ կցանկանաք, սուրճ, թեյ։ Կարո։ Տիկին Անան լարված երևում, երևի ճիշտ կլինի ջուր բերեմ։ Չէ, Կարո ջան, մի անհանգստացի, ես լավ եմ։ Չէ, դուք մի հուզվեք, ես ջուրը կբերեմ հեսա։ Կարո։ Կարող ուզում ես մաքուրոտ շնչես։ Չէ, նորմալ աղբեր ես։ Թե պետք կարելի է։ Ես գնամ մաքուրոտ շնչեմ, դուք զգացեք ձեզ ինչպես ձեր տանը։ Անգելինա։ Անգելինա, դուրը բաց։ Բայց խնդրում եմ բաց արա, խղճամ ես։ Դուրը բաց, մի բարկացրում ես։ Լսում ես։ Ինչի եք կանչել գորին։ Անգելինա, ես ինչ եմ ասում քեզ։ Տենց լավ չի մի հատ էլ հոգեբուժ կանչեք։ Դու շատ վատ վարվեցիր գորի հետ։ Թե կներեք, պապ, ուրիշ կերպ չէի կարը, որովհետև չգիտեմ գորնովա, որ ես պետք է իր հետ խոսամ այս ծանր վիճակում։ Այն դեպքում, երբ որ հարազատ ծնողներիս հետ չի ստացվում նորմալ խոսալ։ Անգելինա, սթափվի, դու խորտակում ես, թե քեզ թեմ ես։ Եվ դա դու անում ես մեկի պատճառով, ով… Չեմ ուզում լսեմ ես իրա մասին, պապ։ Մինչև եփ ես այդ շարունակելու, մինչև եփ ես քեզ տանջելու։ Քայքայելու։ Առողջությունդ խնայի, բալես։ Սենց ինչքան կարա շարունակվի։ Խղճա, թե քեզ, թե մեզ։ Խնդրում եմ հավաքի քեզ։ Մենք ուզում ենք օգնել քեզ։ Կներեք ինձ։ Ես իրոք չեմ ուզում ձեզ ցավացնեմ։ Բայց դուք էլ ինձ մի ցավացրեք օտար մարդկանցից օգնություն խնդրելով։ Նույնիսկ մեզ հետ մեզ էլ ես օտարացրել։ Ես ձեզ շատ եմ սիրում։ Մենք էլ քեզ ենք սիրում, աղջիկս։ Դու մեր կյանքի իմաստն ես։ Դու ապրելով մեզ էլ ես ապրեցնելու։ Այս աշխարհի ամենապիղծ ու ամենաանհավանական բանն էր, որ իմ հետ կարար տեղի ունենար, մամ։ Չգիտեմ, ոնց աչքերիդ մեջ նայ։ Ինչի համար, մամ։
Այդ ինչ մեծ բան էր ուզածս, որ սենց խաղ խաղացիք գլխիս։ Ես տեղյակ չեմ եղել տղես։ Ես վերջերս եմ իմացել ու մենակ Աստված գիտի, թե ինչ ապրումներ եմ ունեցել։ Եթե ինձ մնար, ես հենց քեզ սկզբից էլ կասեի, ես քեզ ուզում էի ասեի։ Խնդրում եմ դուրս արի, ես ուզում եմ երեխեքի հետ մենակ մնամ։ Այս երեխեքը նաև իմն են։ Դե իհարկե, նաև քոնն են։ Իրանք ավելի շատ քոնն են, քան իմը։ Տեսնում ես Աննա, բոլորին խառնել ես իրար։ Ես այս խեղճ երեխան կգնա տուն ու քո պատճառով խնդիրներ կունենա։ Չոքոտոր հայր ես։ Ինչ։ Ես հասկացել էի, որ մի բան ինչ քո կտրուկ փոփոխությունից մամ։ Զգացի, որ դու ինձ խաբում ես, բայց թույլ տվեցի, որ խաբես։ Ես շոկի մեջ էի բալես։ Մինչև հիմա էլ շոկի մեջ եմ, բայց հասկանում եմ, որ այս պահին ամենակարևորը դու ես։ Մենակ ես, մամ։ Մենակ ես։ Բա անգելը։ Թե երեխան պարտավոր էր այդ ամեն ինչի միջով անցներ։ Պապան քիչ է իրան ցավացրել։ Հիմա էլ հարապատկեց։ Չնայած ինչ եմ խոսում, Անգելինան չի էլ կասկածում ծնողների հետ կապված։ Շատ ավելի լավ։ Ես հիմա եմ հասկանում, թե ինչի էին Անգելի ծնողները դեմ մեր հարաբերություններին ու ինչի էին այդքան պայքարում, որ մենք միասին չլինենք։ Իրանք էլ իրանց վախերն ունեին։ Իրանց էլ կարելի է հասկանալ։ Չէին ուզում իմանա Անգելինան, որ իրանց երեխան չի։ Ես բոլորին էլ հասկանում եմ։ Բոլորին էլ արդարացնում եմ։ Բացի Միքայել Շախունցից։ Հենրի ջան։ Հա, մամ։ Այդ մարդը իմ համար գոյություն չունի։ Ինքը իմ համար Միքայել Շախունցն է։ Մարդ, ով ինձ ամենաշատը դժբախտացրեց։ Տենց մի ասա։ Ամեն ինչ արջևում ա, դու դեռ երջանիկ կլինես։ Ոնց, մամ։ Ոնց։ Հարազատ քրոջս սիրելով։ Քրոջս հետ ամուսնանալով։ Մի ասա։ Մի ասա։ Բայց այդ է իրականությունը։ Դու որ ճշմարտությունը չիմանայիր ու ամուսնու չստիպեիր, որ խոսար, ինքը մինչև այսօր կարող է լռեր ու թույլ տար այդ ամուսնությունը տեղի ունենար։ Չէր թողնի։ Մամ, ես հավատում եմ, որ ինքը դրան էլ կգնար։ Մենակ թե աչքիցս չընկներ, չդադարեր իմ համար գոյություն ունենալ։ Պապատ ինձ ասել է, որ շատ ամաչում ու վախենում քեզնից։ Մամ, կարող ես ամեն ինչը սարքած է։ Այսինքն հորինված է ամուսնուտ կողմից, որ բաժանի ինձ ու Անգելին։